Հիմադիր տեխնացուների առաջադրումները եւ նրանց ընդդիմության շուրջ քննարկումները ավարտվել են։ Արդյոք արդեն չպետք է ունենայի կարծիք, թե ուղղակի տարբեր են կարծիքները։ Դե ավարտվել են, հիմա քննարկում ենք, այսինքն 4 տեխնացու են եւ 1 ժամը քիչ է կարծում եմ բոլորի կարծիքները լսելու եւ քննարկումը շարունակվելու է, դեռ կունենանք որոշում, չունենք։ Եկեք որոշումը կտեսնեք ընտրության ժամանակ, կարծում եմ դա կլինի նաեւ մեր դիրքորոշումը։ Քննարկվում է ընդհանուր կան տարբեր կարծիքներ, ինչպես գիտեք, մենք բոլոր կարծիքները լսում ենք, քվեարկություն է լինում, այսինքն մեզ մոտ ամեն ինչ շատ բաց, թափանցիկ մեր ներսում քվեարկությամբ ենք որոշում եւ դա մեկ անձի մի քանի հոգու որոշում չէ։ Տիկին Մանավազյան բավականին դուրն է անցնում Արեգա Հովսեփյանի տեխնացության քննարկումը, նախ ինչպես ստացվեց, որ դուք չընտրեցիք այդ հանձնաժողովը եւ հիմա բավականին սուր հարցեր են ուղղվում Արեգա Հովսեփյանին, ինչու դուք չընտրեցիք այդ հանձնաժողովը, որ հիմա էլ ինչ որ մտավախություններ կան։ Բոլոր հանձնաժողովները կարևորում ենք, բոլոր հանձնաժողովներում նախապատվություն ունենք, որ դա լիներ մերը, իսկ Դոնտի բանաձևով իրենք են ընտրել եւ կապ չունի կլիներ Եվրոինտեգրման հանձնաժողովը թե առողջապահության հանձնաժողովը, իրենք տեխնացու էին առաջադրելու եւ այդ առաջադրումը քննարկվելու էր ըստ այդ տեխնացուի ներկայացման։ Պարզապես ձեզ համար կարևորագույն ընտրելու եք։ Իհարկե մենք ընտրելու էինք, ինչպես կարող ենք, մենք չընտրեինք, պարզապես ոչ, դա մեր բաց թողումը չի եղել, մենք ընտրելու էինք Եվրոինտեգրումը, պարզապես Դոնտի բանաձևով բաշխում, այդպես է ստացվել։ Պետաիրավականն ու պաշտպանության եւ անվտանգության։ Դե առաջնահերթությունը որոշել ենք, առաջնահերթությամբ առաջնորդվել ենք եւ այդ բանաձևով տեղի ունեցել այդ ընտրությունը։ Հիմա ինչու ենք չէիք սպասում, որ միությունը կընտրի մասնավորապես ուժեղացնանը կընտրի։ Իհարկե Եվրասիականին էինք սպասում, որ իրենք կընտրեն, բոլոր դեպքերում, եթե դա տեղի ունեցել, հիմա քննարկում ենք իրենց հանձնաժողովի նախագահի տեխնացությունը։ Արեգա Հովսեփյանի տված պատասխանները ձեզ գոհացրին, մասնավորապես Եվրոպական։ Ես կարծում եմ հարցերի եւ ելույթների հետևելով պարզ է, որ մեզ չի գոհացնում իր պատասխանները եւ իր պատրաստվածությունը այդ հանձնաժողովում։ Իսկ իր արցախցի լինելու Մյուս տեխնացուների մասով էլի ունենք ելույթներ եւ հարցեր, որոնք գոհացրել կամ չեն գոհացրել, այսինքն պատրաստվածության տեսանկյունից։ Ամեն դեպքում ուզում եմ հիշեցնել, որ դա իրենց սահմանադրությամբ իրենց տեղն է, բայց անձի եւ տեխնացության մասով լինելու է քննարկում։ Եթե լինի որոշում, օրինակ, որ պետք է չընտրենք, իրենք կարող են նորից տեխնացու առաջադրել, որը նորից կքննարկենք։ Իսկ իր ճիշտ չեմ տեսնում։ Հանրության հետ կապված գործընթացներ իշխանությունը սկսել է, համար խնդրալուց է, որ դա մնացել են դիգության ձեռքում։ Հանձնաժողովի գործառույթները կարծում եմ պարզ է, այն քաղաքականությունը, որ վարում է կառավարությունը, հանձնաժողովը այստեղ կատարելու է այն գործառույթը, որը որևէ խնդիր չի լինի, եթե մոտեցումը եւ սկզբունքը եւ այն կազմակերպչական աշխատանքները, որը պատկերացնում ենք մենք եւ մեր կառավարության գործողության շրջանակում իհարկե չենք տեսնում։ Պարզապես ծրագրի ձեր այո, իհարկե իրականության, այո, նույն այո։ Դրանից դուրս, որի մասին օրինակ նույն Ես ուզում եմ հիշեցնել, որ հանձնաժողովներում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը մեծամասնություն է եւ ցանկացած որոշում, ցանկացած հարցի քննարկում մենք ունենք եւ ունենալու ենք շատ ակտիվ մասնակցություն եւ որևէ բան, որը տեղի կունենա առանց քաղաքացիական պայմանագիր խմբակցության հանձնաժողովի անդամի ներկայության տեղի չի ունենալու։ Մանավանդ դուք նշեցիք կանոնակարգ օրենքը, ըստ որի դուք ստանալու մեծամասնությունը, նաև մեծամասնություն եք ունենալու հանձնաժողովում, հա։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ որևէ օրինակ օրինագիծ չի կարող, այսպես ասած, անցնել առանց ձեր, հա, քվեարկության, դա հաշվի առնելով հնարավոր է տալ Արեգա Հովսեփյանին, չնայած դժգոհություններին, այդ հնարավորությունը աշխատելու։ Ես չեմ կարող աշխատանքի ընթացքում տեսնելու։ Ես նորից կկրկնեմ, ես չեմ կարող ասել կարծիք, որը դեռ խմբակցությունը չունի մեծամասնություն չունի որոշում։ Ես ասում եմ ընդհանրական մոտեցումը, որ մենք այո
հնարավոր է ընդդիմություն ունենա հանձնաժողովի, այսինքն տեխնացությունը իրեն լինի եւ աշխատանքները կազմակերպվեն կառուցողական եւ մեր հետ համաձայն, այսինքն ամբողջ ընդհանուր կառուցողական դաշտում լինի։ Բայց արդեն իսկ չի նկատվում ձեր եւ իրենց քաղաքական անհամաձայնությունը, որովհետեւ Ղարաբաղյան հակամարտության թեմայով հարց հնչեցրեց հենց Տիկին Հովսեփյանին։ Քաղաքական անհամաձայնություն կա ի սկզբանե եւ չէր կարող լինել քաղաքական համաձայնություն եւ իրենք լինեին ընդդիմություն։ Դա կա եւ հանձնաժողովի այո նիստերում կլինի այդ, այսինքն ընթացքում կտեսնեք, բայց կառուցողական աշխատանքային process-ների կազմակերպչական ընթացքը լրիվ այլ բանի մասին է։ Իր արցախցի լինելու հանգամանքը լրացուցիչ խոչընդոտ կամ խթան ձեր համար կարող է հանդիսանալ, որ չընտրեք, որովհետև ինքը արցախցի լինելով հանդերձ ավելի շահագրգիռ։ Դուք որտեղ տեսակ այդ խնդիրը, դուք որտեղ տեսակ այդ խնդիրը հարց ու պատասխանի կամ ելույթների ժամանակ։ Խնդիրը գաղափարական մոտեցման մեջ է։ Տիկին Մանավազյան, Տիկին Աննա Հակոբյանը նախաձեռնությամբ է հանդես եկել ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին հանդիպման հրավիրելով, արդեն մերժում է եղել, դուք տեղյակ եք ավելի մանրամասն, հա, ինչ նպատակ էր դա հետապնդում, արդյոք այսպես կոնսոլիդացիայի, որ հետո այդ ընտանեկան բռնության մասին առանձին այդ հոդվածը քրեական օրենսգրքում դա բերվի ազգային ժողով եւ այսպես առանձին հոդված սահմանվի, այսինքն նախաձեռնությունը պատրաստվում եւ դա էր խնդիրը։ Ես կարծում եմ Տիկին Հակոբյանը բազմաթիվ անգամներ խոսել է այդ մասին, այսինքն իր վիդեոներում եւ տեսաուղերձներում ասում է այդ մասին, շատ լավ նախաձեռնություն է, անձամբ հանդիպելու եմ որպես խմբակցության ղեկավար, երբ հանդիպեմ այդ մասին կկիսվեմ ձեզ հետ։ Տեսանյութի մեջ չկար նաեւ ձեր անունը խմբակցության ղեկավար, նա կարծում է, որ ձեր խմբակցության բոլոր կանայք կամ ընդհանրապես խմբակցության կանայք 8 օր գումարման ազգային ժողովում հանդես են եկել նախաձեռնությամբ եւ այդ նախագծի մասին անգամ մարդու իրավունքների քննարկման ժամանակ հնչեց, որ այդ նախագծին դեմ են քվեարկել հենց Հայաստան դաշինքը, այդ նախագծի ունեցել են մեր կանայք նախաձեռնել են եւ ունեն այդ նախագծի շրջանակում հնարավոր է լինել որոշակի փոփոխություններ, ինչպիսի փոփոխություններ եւ ինչ շրջանակում ընթացքում խոսենք, այսինքն ես ավելի այո ինձ հրավերել է, ես կմասնակցեմ եւ կկիսվեմ ձեզ հետ։ Այսինքն ո՞րն է նախաձեռնությունը լինելու, բերվելու է նոր նախագիծ, երբ հանդիպեմ, խոսեմ, կկիսվեմ։ Կառավարության ծրագիրը երբ է ներկայացվելու ազգային ժողովրդին։ Երբ ներկայացվի ազգային ժողով, 2 օր հետո հավանաբար կլինի ազգային ժողովի օրակարգում հավանաբար մյուս շաբաթ։ Ամենամոտը մյուս շաբաթ։ Մյուս շաբաթ կլինի։ Չէ, չեն խախտվում, ժամկետների մեջ կլինի, այո։ Պարտադիր չի ոչ 22-ին լինի օրինակ, եթե կառավարությունը նշանակի։ Չէ, պետք է գա ազգային ժողով ունի ժամանակ այն ուսումնասիրելու եւ 2 օր հետո ազգային ժողովի նախագահի հրամանով կդրվի օրակարգ։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ եմ։